Ողջույն սիրելի հետևորդներ, Երակեսալի շրջանակում մենք այս պահին գտնվում ենք Մաջոտ հյուրանոցում, որտեղ անցկացվում է STEAM Expo 2025 միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարապետությունն ու մաթեմատիկան։ Այն արդեն երրորդ անգամ անցկացվում է ԱՐՊԱ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ, Կրթության և գիտության մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Արարատ բանկի հովանավորությամբ։ Այս տարի միջոցառման շրջանակներում իրականացվում է երկու խոշոր նախաձեռնություն։ Առաջինը STEM-ար կրթական ծրագիրն է։ Խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում, տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտակասարքավորումներ և շարունակական աջակցություն։ Այս պահի դրությամբ 3 մարզեր է ընդգրկում և մյուս ուսումնական տարվա կտրվածքով մենք տարածվում ենք արդեն դեպի 5 մարզեր։ Ծրագիրը գործում է այն սկզբունքով, որ մենք տվյալ տարածաշրջանում ստեղծում ենք թիրախային կենտրոններ, որոնք որ արդեն իրենց տարածումը ճառագայթային ուղղում են դեպի տարբեր իրենց առնչվող դպրոցներ, որպես մենթի դպրոցներ կարողանում են նրանց մենթորություն անել, ուղղորդել, այսինքն մենք փոքր ներդրմամբ կարողանում ենք մեծ ալիք շարժել տվյալ տարածաշրջանում։ Հիմնականում ներառված են 7-ից 12-րդ դասարանի աշակերտները ըստ չափորոշչային պահանջների, սակայն ունենք դեպքեր, երբ որ 5-րդ, 6-րդ դասարանցիները յուրահատուկ ինչ-որ հետաքրքրություն հայտնելով ներգրավում են ծրագրում։ Եվ ծրագրի սպეციფიკան նշեմ, այն է, որ մենք փորձում ենք ոչ թե արտադասարանային սկզբունքով լուծել որոշակի կրթական խնդիրներ, այլ փորձում ենք հենց դպրոցում երեխայի ուսանելու ժամանակը դարձնենք ավելի իմաստավոր եւ ավելի օգտակար իր ապագայի համար։ Եվ իրականում շատ հետաքրքիր էր, որ ստեղծվեց համայնքը այն միջոցով, որ երեխաները սկսեցին իրար օգնել միմյանց։ Մենք չէինք կարծում, որ տենց բան կլինի, դա ինքնաբուխ էր բավականաչափ, եւ մենք ըմբռնեցինք դա եւ կատարելագործեցինք մեր ծրագիրը։ Իրանք հաճախում են Ալիխանյան ինստիտուտը, հաճախում են մեր Պոլիտեխնիկ ինստիտուտը, որտեղ մենք վերջերս ներդրեցինք նոր էլեկտրոնային շղթաների մշակման լաբորատորիա։ Այդտեղ իրանք տեղուն են գնալու, երբ որ իրանք ստեղ ավարտեն այս ամբողջը։ Տեսեք, իրանք ուզում են դառնան ինժեներ, օրինակ, ճարտարագետ, հա։ Իրանք շատ հետաքրքրված են այդ ռոբոտների հետ աշխատելուց։ Լավ, իրանք կստանան այդ հմտությունները, բայց որտեղ են գնալու դրանից հետո։ ԱՐՊԱ-ն նայում է այս ամբողջին շատ միավորված եւ մենք հնարավորություն ենք ստեղծում իրանց համար, որ իրանք կան համալսարաններում շարունակեն այդ։ Արարատ բանկի սոցիալական ծրագրերի բավականին մեծ մասը հատկացված է գիտությանը, կրթությանը եւ կրթական ծրագրերը մեր մոտ գերակշռում են։ ԱՐՊԱ ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար անչափ կարևոր է, որովհետև ինստիտուտը որպես այդպեսին գործում է ավելի քան 30 տարի եւ գիտական եւ կրթական ոլորտում բավականաչափ մեծ դերակատարում է ունեցել եւ մինչ այսօր շարունակում է ունենալ։ Երկրորդը Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթն է, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը եւ խրախուսում նորարարական գաղափարների իրագործումը։ Մասնագիտացված է 2 տարբեր ուղղություններով։ Առաջի ուղղությունը զբաղվում է մետաղկերամիկական կոմպոզիտային հավելանյութերի արտադրությամբ, իսկ երկրորդ խումբը զբաղվում է կենսահամատեղելի իմպլանտների ստացմամբ սոցիալոգրաֆիայի միջոցով։ Միջոցառմանն ավելի քան 200 աշակերտներ եւ 30-ից ավելի STEM ուսուցիչներ ներկայացրեցին իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում STEM ոլորտի մասնագետների հետ, ոլորտի հեռանկարների եւ մարտահրավերների շուրջ։ STEM Expo 2025-ը ամփոփվեց հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությամբ, որտեղ ԱՐՊԱ հիմնադրամի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը հանձնեց 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարգևավճար 2 լավագույն թիմերին։ Մրցանակաբաշխությունը մեզ թույլ կտա զարգացնել մեր ունեցած մեթոդները, մեր ունեցած գործիքները եւ ստանալ ավելի կատարելագործված եւ օգտակար գործիքներ, ընդ որում նաեւ այստեղ ծանոթացած մարդկանց հետ հնարավոր է այս ամենը տեղափոխել բիզնես միջավայր։ Մենք զբաղվում ենք միայն գիտությամբ եւ շատ ուրախ կլինենք, եթե համագործակցենք եւ այդ ուղղությամբ նաեւ զարգացում ունենանք։ Առաջի հերթին իհարկե ծանոթություններ, որոնք մենք
չենք կարողանա ունենալ առանց ԱՊ-ի։ Այսօր օրինակ մեզ մոտիկացել են տարբեր մարդիկ, որոնք ապագայում կարող են մեզ օգնել հասկանալ, թե որ ուղղությամբ շարժվենք, թե կարող է իրար հետ համագործակցենք եւ միասին առաջ շարժվենք, մեր գործիքները զարգացնենք ու օգտակար լինենք։ Արփա ինստիտուտը եղել է վերջին 3 տասնամյակում կրթության, գիտության, առողջապահության եւ տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը նպաստելով երիտասարդների մասնագիտական աճի զարգացմանը, թիմում աշխատելու հմտությունների զարգացմանը եւ նորարարական մտածելակերպ ունենալու։